հիմա հանգիստ վիճակ է, ավելացնելու բան չունի։ Իսկ սահմանազատման գործընթացից ինչ նորություններ կան։ Սահմանազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ process չկա այս պահին եւ գիտում եմ, որ ճիշտը հարց ուղղելը սահմանազատման Պատճառների մասին տեղյակ չեք, թե ինչ պատճառով ընթացք չի ստանում, որովհետև կանոնակարգ էր հաստատվել, որ պետք է Տավուշից։ Ոչ, դա ինձ վերաբերող հարց չի, ուղղեցեք հարցը սահմանազատման սահմանագծման։ Բայց իսկ այն կետը, որ ֆիքսվել է, որտեղից որ պետք է սկսեն, Տավուշի մարզում է որևէ աշխատանք, ոչ մի բան չկա։ Ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվել։ Իսկ իրանցի պատը ինչու ճաքեց։ Գիտեք, այնտեղ հիմնականում գիտեք այդ process-ները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզել իր հետևանքները ունենալու եւ դա չեմ գտնում, որ շատ մեծ աղետ է վերականգնող։ Դե չէ, դա որովհետեւ որպես բան էին, հա, ներկայացնում ձեռքբերում, հա, իրանցի պատը, որ ըստ էության Հայաստանի ու Ադրբեջանի բաժանումն էր ու խորհրդանշական էր, խորհրդանշական պատը։ Իրանցի պատը ժողովուրդ ջան 130 մետր, եթե ես չեմ սխալվում, 130 մետր պատը ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել եւ ինքը ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել, մենք գիտենք այնտեղ խնդիր չկա, աշխատանքները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, այնտեղ հիմնականում լիցք արված մեծ ծավալի հողային աշխատանք է իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը որ լուծվող հարց է։ Դուք եք կարծում, որ ամենաանվտանգ հատվածն է այդ սահմանազատված հատվածը։ Միանշանակ։ Եվ բավականին բնակիչների այն մտահոգությունները կապված սահմանազատման սահմանագծման հետ աշխատանքների հետ, որ առաջին օրերին էր տիրում։ Համենայն դեպս դուք ինքներդ դրականատեսն եք, որ որևէ process չկա 2024 թվականին սկսված սահմանազատման process-ի սկզբից իհարկե կար որոշակի անհանգստություն, որը նաև ուղղորդված էր մեր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա, ես շաբաթ օրն եմ եղել անձամբ Կիրանցում, ես հաճախ այցելում եմ ժողովրդի մոտ անհանգստություն։ Գիտեք, որ խնդրում եմ հերթով հարցեր։ Իշխանությունները գիտենք չեն կարող բնականաբար չանդրադառնալ եկեղեցի իշխանություն հարաբերությունների Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում, ազատել Բեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, այդ ձեր տեսակետը։ Ինձ թվում է հենց ձեր հարցադրումը սխալ է, որովհետև դա եկեղեցու դեմ չի ուղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափարի դեմ է ուղղված։ Վեհափարի դեմ չի ուղված, ուղված է այն մարդու դեմ, որը որ խախտել է կուսակրոնության այդ գրած։ Վեհափարի եկեղեցու դեմ է։ Ու բառամթերքը նրա, ինչպես է եկեղեցու հոգևորականների մասին խոսում։ Ժողովուրդ, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալի ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի, դուք ոնց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը աղոթում եւ մոմավառում այն եկեղեցիներին, որտեղ սպասավոր չկա։ Թող դրա մասին մտածեն։ Այսինքն ողջունում եք Նիկոլ Փաշինյանի սկսած այս ամբողջ process-ը։ Մեր երկրի վարչապետի քաղաքականությանը ամբողջությամբ կողմ եմ 100%։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը այս ամբողջը ավել հարցերի չեմ պատասխանում։ Այսինքն երբ որ հիմա գրել է, որ հիմա որ ասում է մեյլին ուղարկեք, հանձնախումբ ձևավորվի, կարող է դուք էլ համաձայնություն հայտնեք այդ քաստինգին մասնակցել։ Այդ հարցին չեմ պատասխանում։ Խնդրեմ ձեր հարցը։ Ինչու չեք պատասխանում։ Ցանկություն չունեմ։ Պարոն Ղալումյան, Կիրանցում արդյոք բոլոր բնակիչները փոխհատուցում ստացան, թե ոչ, որովհետև կային բնակիչներ, որոնք չէին ցանկանում ստանալ այդ կառավարության կողմից տրվող գումարները։ Ուրեմն դուք գիտեք, որ այդ փոխհատուցման process-ը կառավարության գաղտնի որոշումով է իրականացվել, հավաստիացնում եմ ձեզ, որ 90% ստացել է փոխհատուցում։ Իսկ այն քիչ տոկոսը ինչով է պայմանավորված։ Քիչ տոկոսի պայմանավորված են նաև որոշակի տեխնիկական խնդիրներ կան, ժառանգության խնդիրներ կան այդ process-ի մեջ։ Դուք կարծում եք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը Կիրանցի այդ հատվածը Հայաստանի ամենաանվտանգ հատվածն է, այսինքն այնտեղ ապրող քաղաքացիները ամենաանվտանգ իրավիճակում միջավայրում են ապրում։ Միանշանակ։ Այդ դեպքում բնակիչների շատերը եկել բնակավայրերը անվտանգության երաշխիք։ Ժողովուրդ ջան, այսօր դուք տեսաք, ասենք աշխարհի մի ծայրից մի ծայրին խփում են, ասենք այդ տարածությունն է խնդիրը, ես չեմ հասկանում։
Ես չեմ կարծում, որ դուք տենց եք մտածում, ուղղակի հարցատալիս։ Ընտանիքներ կան, որոնք իրեն գնացել են։ Նման բան չկա, ուրեմն ես ձեզ հավաստիացնում եմ, Կիրանց գյուղից ոչ մի մարդ դուրս չի եկել։ Կիրանց գյուղում այսօր 16 միլիոն սահմանամերձ բնակարանության ծրագրով 55 նոր բնակարան է կառուցվում։ Բնակելի։ Միայն Կիրանցում։ Միայն Կիրանց։ 55 բնակարան։ Այո։ 55 ճիշտ է։ 55։ Բան Արմեն, եւ կխնդրեմ ասեք, ձեր մարզում կան կիսաքանդ եկեղեցիներ, որոնք անխնամ են եւ եկեղեցականներ օրինակ չեն գալիս, չեն հետեւում եւ որևէ ձև չեն աջակցում դա վերակառուցվի։ Միանշանակ կան, բայց այսօր ԳՄՍ-ի կողմից իրականացվող ծրագրերով մենք բազմաթիվ եկեղեցիներ ունենք, որոնք վերականգնվում են։ Ես նկատի ունեմ եկեղեցուց որևէ աջակցություն լինում է, դա է հարցը։ Այսինքն ինչ առումով։ Եկեղեցականները գալիս են, հետաքրքրվում են, որևէ անգամ մտահոգվել են այդ քանդված եկեղեցիները։ Ամենայն դեպս վերջի շրջանում առողջություն չունեն եկեղեցի։ Իսկ Տավուշի մարզում տեսել եք եկեղեցիներ, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ հիշեցնում են Չուլանների, ասենք օրինակ 5 օրշի կրավալ բաներ, էլ այդպես բաներ։ Միանշանակ, եթե եկեղեցի սպասավոր չունի, որ եկեղեցու տեսել նման դեպքեր։ չեմ ժողովուրդ ջան, դե սա դե հարցեր ասենք ինչ եք ուզում անել։ Հիմա որ դուք Այլ հարցեր։ Մարդիկ պիտի համոզվեն ձեր խոսքի վրա։ Վերջացրեցիք։ Չէ, չպատասխանեք։ Ես ասած չեմ պատասխանել այդ հարցին։ Չեք տեսել, թե տեսել եք։ Տեսել եմ։ Ասեք, Այսինքն պարոն Արումյան ներողությունը տեսել եք, չեք ասում։ Կառավարության վերջին նիստում խոսում էր, որ Տավուշի մարզի Իջևան թե Դիլիջան քաղաքում մանկապարտեզը, որ սեփականաշնորհվել է նախկին արտգործնախարարի Սեփականաշնորհվել, անհատույց տրամադրվել է։ Անհատույց տրամադրվել է, չի սեփականաշնորհվել։ Ինչ նպատակով։ Չեմ կարող ասել, ինչ որ բարեգործական ծրագիր է եղել, որի շրջանակներում տրամադրվել է, որի պատճառով այդ մանկապարտեզի տարածքը ամբողջությամբ մանկագործության համակարգել վերջին 15 տարում։ Մեծ տարածք է, հա, ինչ շինություն է ինքը։ Ես սխալ եմ երևի քառակուսին ասեմ, բայց Դիլիջան մեջ թե Իջևան։ Դիլիջան քաղաքում էր հենց։ Եվ գնեք, որ դուք ասեցիք, այո, տեսել եք, հա, եկեղեցիներում մաչակալ եւ այլն, դա որ եկեղեցում եք տեսել, որ Ամենայն դեպս ես ասացի չեմ պատասխանում այդ հարցին, նույն հարցը դուք կրկնում եք, ասեմ, իմաստը տրամաբանություն։ Չեք հավատում, մի հավատացեք, դա ձեր իրավունքն է։ Կարող եք օրինակ լրագրողների համար կազմակերպել, ուղեկցել լրագրողների իմ ասելիքը եւ մասով ասեցի։ Կարող եք լրագրողներին ուղեկցել, ֆիքսել։ Պարոն Հալումյան։ Ես ձեզ կզանգանեմ։